Պարոն նախարար խոտ որոտան հատվածին եք, չէ, եթե չեմ սխալվում, այս պահին այս ճանապարհի նշանակությունը գիտենք բոլորս, որ ռազմավարականը հենց այդ ընդգծումից սկսենք եւ ասեք ինչ փուլում ենք այս պահին։ Սա ոչ միայն Սյունիքի մարզի, այլև հանրապետության համար ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհներից մեկն է։ Նախ ինքը նախագծային արժեքով բավականին թանկ աշխատանք է, շուրջ 4.2 միլիարդ դրամ արժեք ունի աշխատանքները ընդհանուր առմամբ։ Մեկնարկել են 2022 թվականին, մոտավորապես 8 կիլոմետր ճանապարհահատված արդեն ավարտվել է եւ մենք այդ ճանապարհով եկանք այսօր, իսկ շուրջ 2 կիլոմետր մի փոքր ավել հատվածում հիմա հողային աշխատանքներն իրականացվում, այստեղի տարբերություն մեր հիմնական ծրագրերի ամբողջովին նոր ճանապարհ է կառուցվում, այստեղ նախկինում որպես այդպիսին ճանապարհ գոյություն չի ունեցել։ Շին աշխատանքները որոշակի բարդություններով են առաջ գնացել, հողային քանդման որոշակի խնդիրներ են եղել, ինչը բերել է նրան, որ նախագծում որոշակի նոր նախագծային լուծումներ են տրվել։ Այս պահին հողային աշխատանքները գրեթե ավարտական փուլում են եւ պլանավորում ենք հիմքի աշխատանքների հաջորդ փուլը մեկնարկել արդեն մյուս ամիս, իսկ աշխատանքների հաջող ընթացքի դեպքում ճանապարհն ամբողջությամբ պլանավորում ենք շահագործման հանձնել այս տարվա տարեվերջին։ Կարճ կապ է ապահովում խոտ եւ որոտան հատվածների համար, հետո նաև միանում է մեր մյուս ճանապարհներին եւ ինքը անվտանգության բավական անվտանգ ճանապարհ է, նաև էական ժամանակի խնայողություն կունենանք։